Իմ սիրելի ժողովուրդ, իմ հայրենակից, մի րոպե խնդրում եմ, լսեք նորից այս մարդու խոսքը, զգացեք իր սիրտը միտքը, ինչին է ինքը դավանում։ Ես հիմա հատվածներ կընթերցեմ ձեր հեղինակած մտքերից H19-րդ երկրի հակառակ կողմը։ Չէ, դու տեսար այդ դատախազ քածին, գիրք է գրել, ես քո բերանը բազմակետ, բայց գլխավորը չի գրել, ամենագլխավորը, ինչ նկատի ունես։ Ասեմ, աղբերս, պարզասեմ, դու գիտես ինչու նա մեզ տանել չի կարողանում, որովհետև մենք իրան չենք շինել։ Այդ կնիկը հույս ուներ, որ մենք իրան մի լավ կշինենք, հերթով ու բոլորով, եւ ինքը վերջապես մի խոսքով լավ շարունակեմ այս միտքը։ Չկարդաք, խնդրում եմ, այդ գիրքը երբեք։ Կարդաս ոնց որ պղծես քեզ, քո միտքը պղծես, քո հոգին պղծես, քո սիրտը պղծես, որի մասին ինքը խոսում է, որ իր գիրքն է։ Այնինչ դուք մեջբերում եք, մեջբերումներ են երկրի հակառակ կողմը վեպից, որը ես ինքս հրապարակել եմ իմ նախաձեռնությամբ եւ հրատարակչի գուցե նախաձեռնությամբ 2018 թվականին։ Խնդրում եմ մի հատ նորից մոռացեք դիմադիր, անդիմադիր, ում եք սիրում, ում չեք սիրում, ով ում կողմից է, լրիվ մոռացեք մի հատ։ Մի պահ լսեք այդ գիրքը, գրքին գրած մտքերը այդ մարդու, ու հասկացեք, որ այդ մարդը ներկայացնում է ձեզ, ներկայացնում է ձեր երկիրը, ձեր ընտանիքը, ձեր երեխեքին։ Ես տեսնում եի այդ պատերազմը, այն ծավալել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի հետևում։ Ես տեսնում եի այդ պատերազմի զոհերին բոզացած եւ դրանից երջանկացած աղջիկներին, բոզացած եւ դրանից հպարտ տղաների, բոզացած եւ դրանից շոյված մայրերի, բոզացած եւ դրանից արծվածող հայրերի տեսքով զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ եւ գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետեւ հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի մեջբերման ավարտ։ Ինքը իբր պատասխանատվությունը ստանձնել, բայց փաստացի ձեր երեխեքի կրթական ոլորտն է, չակերտավոր բարեփոխում, մշակույթը ձևավորում է եւ հիմքը դնում ձեր երեխայի ապագան։ Նորից շարունակում եք, նայեք խնդրում, տեսեք ում եք հանձնում, ում եք տալիս, ում եք թույլ տալիս, որ զբաղվի ձեր երեխեքի ապագայով, ձեր երեխեքի կրթությամբ, ձեր երեխեքի մշակույթի ձևավորմամբ, հաստատմամբ, վաղվա իրանց ապագան, ում ձեռքն եք տալիս, ժողովուրդ ջան, մոռացեք, ով լավն է, վատն է, մինչև իրան։ Մի հատ նայեք, միթե սա համեմատելու է երբևէ որևէ մեկի հետ, անկախ իրանց տեսակից, եւ կարելի է դնել քննարկման, ով լինի սրանից հետո, միթե հայը կարող է դա թույլ տա, ոչինչ պետք չի ապացուցել։ Լսեք, զգացեք, խնդրում եմ մի հատ բոլորդ նորից լսեք։ Երբ որ ես լսում ես, հասկանում ես, որ լռելու ժամանակ չունես, քո կոպեկը աշխատելու իմաստ չկա։ Սա աղետ է ժողովուրդ։ Աղետ է, ու այս մարդը ամեն ինչ այս ստանում։ Ձեզ թվում է ինչ-որ մեկը մեզ հարգելի է, ձեզ թվում է ինչ-որ երկրի ղեկավարը մեզ հարգելի է, ձեզ թվում է թշնամաբար տրամադրված ինչ-որ պետության ղեկավարը մեզանից վախենալու։